Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես փոխանցելու եմ գործընկեր Արաքս Մանուկյանի հարցերը, որովհետև նա կառավարությունը հավատարմագրված ճշտումների պատճառով։ Այստեղ մի հատ երկրորդ մամուլի քարտուղարի հաստիկ կբացենք, որ դուք էլ լինեք մյուս լրագրողների մամուլի քարտուղարը, խնդրեմ։ Այսինքն չեք ուզում աշխատանքի մտնեք կառավարություն, խնդիր չկա։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ազգային ժողովում հարցուփոխանցների ժամանակ դիմացիներին ասել եք, եթե անմիջական վատ է հեղափոխություն արեք, հիմա խնդրում եմ ասել հեղափոխություն ամենին նպատակի իրագործման համար արդյոք թույլատրելի է ազգային ժողովում կամ այլ պետական հասարակական կառույցներում, փողոցներում, հասարակական վայրերում ծխարձակող միջոցների օգտագործումը, փողոցներն անժամկետ փակելը, ռադիոյի կամ այլ հատուկ պահպանող տարածքում գործելը, երրորդ կետում նշված կառույցների հիմնով կամ որևէ այլ գույք վնասել խոստում է, որ դիտակայում դրանք վերանորոգվեն, դատարանների դեպքերը արգելափակելը, իսկ կոչող հանդես գալը, որպեսզի դատարանները չկարողանան որոշումներ կայացնել, ազգային ժողովի շենքը շրջափակելը պատգամավորների ազատ ներդրումն խոչընդոտելը և ուսումնական հաստատություններում դասականների կազմակերպելը ուսուցչականների աշակերտների խաղաղացիների խորհրդի դասի չունենալը Մի հատ անեկդոտ կա, այդ անեկդոտը գիտեք, իհարկե այդ անունը կրող բոլոր մարդկանցից ներողություն եմ խնդրում, մեկ-մեկին հարցնում, ասում է անունդ ինչ է, ասում է Սպարտակ, ասում է ինչի դու որ թիվ ես, որ հիմա այդ հարցից առաջին հարցը այդ որ թվի հարց ենք տալիս։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է ժողովրդի լեգիտիմ կամքը։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, անթույլատրելի է։ Այն ինչ որ արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, չափվում է ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտմամբ։ Ժողովրդի լեգիտիմ կամքը ինչպես է արտահայտվում։ Արտահայտվում է 50+1%-ով։ Էդ ով է ձեզ ասել։ Շատ լավ, բայց եթե ես 7% ունեմ, հիմա ինչ գործ ունեմ ստեղ ձեր հարցերին պատասխանելիս։ Հասկացանք։ Հարգելիս, դուք ուշադիր չեք իմ պատասխանին։ Ես չէի խոսում տոկոս ունեցող չունեցողի մասին, ես խոսում եմ ժողովրդի կամքի մասին։ Այն մարդը չի կարևոր, ով ինչ որ տոկոս ունի կամ չունի, ժողովրդի կամքն է կարևոր։ Ժողովրդի կամքը ասի ինչ որ բխում է ժողովրդի լեգիտիմ կամքից, կարելի է։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իր լեգիտիմ կամքը արտահայտելու ձևը միշտ էլ կգտնի, երբ որ այդ լեգիտիմ կամքը ձևավորված լինի։ Շնորհակալություն եւ վերջին հարցը Կանե Սահակյան, Հա, կներեք, եւ իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտություն է։ Եթե ժողովրդի ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, ինքը անպայման կարտահայտվի։ Հասկանալի է, որ սա շարունակում է բաժանել հանրության սպիտակների և սևերի և ընդհանրապես 26 թվականի ընտրություններին կարող է նաև արձագանքման ունեցնել։ Ինչ պիտի անենք այս առումով, արդյոք ազգային անվտանգության դիրքորոշումը և գործողությունները պիտի այլընտրանք լինեն, քան այսօր մենք ենք արվում։ Նախ կտրականապես համաձայն չեմ ձեր գնահատականի հետ, չի կարող առճակատման հանգեցնել եւ չի կարող լինել առճակատում։ Երկրորդը ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքով 2026 թվականի ընտրությունները խորհրդարանական պետքա լինեն հետևյալի դրսևորումը նախորդող շրջանի
այն քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր Հայաստանը առաջնորդել են եւ տալ են դեպի թակարդ եւ պահել են թակարդում, այդ ընտրությունների արդյունքում բոլորը պետքա դուրս մղվեն եւ այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Սա իմ կարծիքն է եւ ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա, որովհետեւ այո, ես էլ գիտեմ, մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են այդ նախկին ներկա, չգիտեմ, բանից, բանավեճերից, քննարկումներից եւ մենք էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները ցավոք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից եւ մենք նաեւ կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից եւ քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել եւս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Շնորհակալ եմ։